6-րդ խնդրում ունենք ֆուտբոլի մրցաշար, որին մասնակցում է 5 թիմ։ Թիմերի յուրաքանչյուր զույգ խաղացել է 1 խաղ, որում կամ տեղի ունեցել հաղթանակը թիմերից մեկի կամ տեղի ունեցել ոչ ոքի։ Հաղթանակի դեպքում հաղթող թիմը ստացել է 3 միավոր, իսկ պարտվողը 0։ Իսկ ոչ ոքի դեպքում թիմերից յուրաքանչյուրը ստացել է մեկական միավոր։ Հայտնի է, որ 4 թիմերը հավաքել են 1, 2, 5 և 7 միավոր։ Պետք է գտնենք, թե քանի միավոր է հավաքել 5-րդ թիմը։ Դրա համար կառուցենք այսպիսի աղյուսակ, նայենք, թե ամեն թիմը քանի միավոր է վաստակել կամ ինչ արդյունքի է հասել մնացած թիմերի հետ խաղում և փորձենք լրացնել։ Դե պարզ է, որ թիմերը իրար հետ չեն խաղացել, ու պարզ է, որ եթե օրինակ երկրորդ թիմը առաջինին հաղթել է և ստացել է 3 միավոր, ապա առաջին թիմը երկրորդին պարտվել է և ստացել է 0 միավոր, Շատ լավ։ Նման կերպով պետք է փորձենք լրացնել աղյուսակը, բայց մինչև լրացնելը հասկանանք, թե թիմերից յուրաքանչյուրը ինչ խաղեր է ունեցել։ Առաջին թիմը վաստակել է 1 միավոր։ 1 միավոր կարելի է վաստակել միայն ոչ ոքի միջոցով, մեկ հատ ոչ ոքի է ունեցել, և պարզ է, որ պետք է պարտվեր, որովհետև ավել միավոր չի վաստակյալ։ Ունեցել է 3 պարտություն, ինչու 3, որովհետև թիմերից յուրաքանչյուրը 4 խաղ է խաղում, չէ՞։ 5 թիմ են, մնացած 4 թիմերի հետ յուրաքանչյուրը խաղում է մեկական խաղ, այսինքն գումարային 4 խաղ։ Ինչ արել երկրորդ թիմը։ Երկրորդ թիմը վաստակել է 2 միավոր, որը կարելի է վաստակել միայն ոչ ոքիների միջոցով, 2 ոչ ոքի պետք է լիներ։ Հաղթանակի դեպքում ստանալու էր 3 միավորից ավելի, ունեցել է 2 ոչ ոքի և 2 պարտություն։ Հասանք երրորդ թիմին։ Երրորդ թիմը վաստակել է 5 միավոր, ու այստեղ ունենք 2 տարբերակ։ Կամ երրորդ թիմը ոչ ոքի չի հաղթել, այսինքն 5 ոչ ոքի է ունեցել, բայց տեսնում ենք, որ 5 խաղ չի խաղացել, չէ՞ որ 5 ոչ ոքի ունենա։ Ուրեմն պետք է գոնե 1 անգամ հաղթած լիներ։ 1 հաղթանակ այնուամենայնիվ երրորդ թիմը տարել է, վաստակելով 3 միավոր, իսկ տակը մնացած 2 միավորը պետք է վաստակեր ոչ ոքիների միջոցով, 2 ոչ ոքի միջոցով, ու տակը մնացած մյուս խաղում էլ պետք է պարտված լինի։ Ու հասանք վերջապես 4-րդ թիմին։ Դե եթե երրորդ թիմը առանց հաղթելու չէր կարողանում ոչ ոքիներով 5 միավոր հավաքել, 4-րդ թիմն էլ բնական է հաղթանակ պետք է տարած լինի, բայց հարցը թե քանի հաղթանակ, 1 թե 2։ Եթե 1 հաղթանակ տաներ, կստանար 3 միավոր, և բացի այդ հաղթանակը պետք կլիներ վաստակել ևս 4 միավոր, որոնց համար 4 ոչ ոքի է պետք, ու գումարային կստացվեր 5 խաղ, որը ավել է 4-ից։ Քանի որ 4-րդը խաղացել է 4 խաղ, ուրեմն այս տարբերակը սխալ է, ուրեմն 4-րդը պետք է հաղթած լիներ 2 անգամ։ Եթե տարել է 2 հաղթանակ, տակը մնացել է վաստակելու 1 միավոր, ուրեմն 1 անգամ ոչ ոքի է խաղացել և 1 պարտություն է կրել։ Ու տեսնենք, թե ինչ ունենք ընդհանուր առմամբ։ Ընդհանուր առմամբ այս 4 թիմերի մոտ եղել է 3 հաղթանակ, 2-ը 4-րդ թիմի մոտ և 1-ը 3-րդ թիմի մոտ, ու եղել է 7 պարտություն։ Դե ամեն պարտության պետք է համապատասխանի ինչ-որ հաղթանակ, չէ՞։ Բայց տեսնում ենք, որ մենք միայն 3 հաղթանակ ունենք, այսինքն եթե նույնիսկ այս 7 պարտություններից 3-ը եղել են այս թիմերի ներքին խաղերում, ոչ թե 5-րդի հետ, այլ իրար մեջ, մեկը հաղթել է, մյուսը պարտվել։ Դրանով կարելի է բացատրել միայն 3 պարտությունը, 3 հաղթանակ, որին կհամապատասխանի 3 պարտություն։ Բայց պետք է ևս 4 պարտություն, չէ՞։ Գտնենք, թե ումից են կրել այս թիմերը։ Դա 4 պարտությունը կարող են կրել միայն 5-րդ թիմից։ Առաջին, երկրորդ և երրորդ, առաջինից 4-րդ թիմերը միասին տարել են 3 հաղթանակ, որոնք ուղեկցվել են համապատասխանաբար 3 պարտություններով, բայց մնացած 4 պարտությունները պետք է ուղեկցվեին 5-րդի հաղթանակով։ Ուրեմն 5-րդը տարել է 4 հաղթանակ։ 5-րդը բոլոր խաղերում վաստակել է 3 միավոր։ Դա ինչ կնշանակի, որ 5-րդ թիմը վաստակել է 12 միավոր։ Ու եկեք ամեն դեպքում կառուցենք մի օրինակ այս աղյուսակի մեջ, որպեսզի գտնենք, թե այդ դեպքում ինչ խաղերի արդյունքներ կարող են լինել, Դե եթե 5-րդը բոլորին հաղթել է ու բոլորից միավոր է ստացել, ուրեմն 5-րդին բոլորը պարտվել են և 5-րդի հետ խաղերում բոլորը վաստակել են 0 միավոր։
Դե առաջինն ու երկրորդը կարող են իրար հետ ոչ ոքի խաղացած լինել, չէ, երկուսն էլ ոչ ոքի ունեն։ Դե առաջինը այդ դեպքում կստացվի երկրորդի հետ խաղացել է ոչ ոքի, երկրորդն էլ առաջինի հետ։ Երկուսն էլ ստացել են մեկական միավոր ու առաջինը այդ դեպքում մնացածին պարտվել է։ Ուրեմն երրորդը եւ չորրորդը հաղթել են առաջինին, հա։ Առաջինի հետ խաղում ստացել են երեքական միավոր։ Ու գիտենք, որ երրորդի մյուս խաղերը եղել են ոչ ոքիներ։ Նա ուներ 1 հաղթանակ, 2 ոչ ոքի եւ 1 պարտություն։ Ուրեմն երրորդը թե երկրորդի, թե չորրորդի հետ պետք է խաղացած լինի ոչ ոքի։ Ուրեմն երկրորդը երրորդի հետ խաղացել է ոչ ոքի, չորրորդն էլ երրորդի հետ խաղացել է ոչ ոքի։ Դե երկրորդին մնում է մի պարտություն, չորրորդին պետք է նա ուրեմն պարտված լինի, չորրորդն էլ պետք է երկրորդին հաղթած լինի։ Ու տեսնենք, որ բոլոր միավորները եղան ճիշտ, հա։ Չորրորդը ունեցավ 7 միավոր, երրորդը 5, երկրորդը 2, իսկ առաջինը 1։ Ամեն ինչ ճիշտ է եւ մեր պատասխանն է 12։